2018 թվականից ի վեր, ըստ էության հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով։ Այսինքն ճշգրտված տվյալները կլինեն այս տարվա վիճակագրության, մենք վստահ ենք, որ թիվը կլինի 50-ից ավել, իսկ թե կոնկրետ ինչքան, դա արդեն ցույց կտա ժամանակը եւ վիճակագրությունը։ Մեկ շնչին ընկնող հնան ավելի քան կրկնապատկվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո կամ 2018 թվականից հետո։ Եվ եթե 2017 թվականին Հայաստանի մեկ շնչին ընկնող հնան 3872 դոլար էր, 2025-ի խիստ նախնական տվյալներով մոտավորապես 9400 դոլար է։ Եվ աճը 2.4 անգամ։ Իհարկե պետք է ասել, որ այստեղ դրամի արժևորումը նույնպես դեր է կատարել, բայց դրամի արժևորումն էլ է տնտեսական գործում։ Եվ շատ կարևոր տնտեսական գործում եկեք արձանագրենք նաև թե ինչ է նշանակում դրամի արժևորումը եւ ինչի արդյունքում է տեղի ունենում դրամի արժևորումը։ Կենտրոնական բանկի նախագահը առիթ ունեցել են կառավարության նիստում խոսելու, հիշում եք, եւ այս տարի նախորդ տարի կենտրոնական բանկը շուկայից հավաքագրել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Այսինքն հասկանում եք 2 միլիարդ դոլար Հայաստանի շուկայում լրացուցիչ միջոցներ են ի հայտ եկել եւ դա նշանակում է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն կա որոշակի ֆինանսական եւ տնտեսական ներհոսք։ Եվ սա իր հերթին այս թիվը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կարծում եմ ավելի է արժևորում, որը ելի ուզում եմ ընդգծել 2018-ից ի վեր աճել է 2.4 անգամ։ Այս ամեն ինչը նշանակում է, որ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն եւ բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին։ Եվ սա կարևոր է արձանագրել, բայց ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամեն ինչում որտեղ է կառավարության դերը եւ որտեղ է այլ գործող անձանց դերը։ Կառավարության դերը իմ կարծիքով այն է, որ մենք վերացրել ենք 2018 թվականից տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները։ Վերացրել ենք մենաշնորհները, վերացրել ենք արգելքներն ու արգելակները եւ ահա սա է հիմնական պատճառը, որ 2018 թվականից ի վեր ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վայրիվերումներին Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է համախառն մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ավելի քան 2 անգամ, այսինքն 2.4 անգամ աճ, 50% տնտեսական աճ, եւ այս ամեն ինչը ուզում եմ հիշեցնել COVID-ի գլոբալ եւ բնականաբար նաեւ հայաստանյան ռեցեսիայի պայմաններում։ Եվ ուզում եմ ընդգծել, որ սրանում առաջին հերթին մենք պետք է գնահատենք Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց եւ օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց, որովհետեւ սա չի կարող լինել եւ չէ կառավարության ձեռքբերումը, սա կառավարության եւ քաղաքացիների համագործակցության ձեռքբերում։ Այսինքն մենք ստեղծել ենք, մենք մարդկանց ասել ենք, չկա տնտեսական գործունեության որևէ սահմանափակում եւ այդ բանաձևը տվել է իր կոնկրետ արդյունքները, որոնք արտահայտվել են առաջին հերթին տնտեսության, բայց պիտի հիմա այս հաջորդիվ կանդրադառնամ նաեւ քաղաքականության մեջ։ Ըստ էության մենք այս ամենով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար եւ պիտի նաեւ ընդգծեմ, որ սա նշանակում է գործնականում, որ կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր եւ մյուս կողմից կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր։ Ընդ որում չմիջամտելու դեպքերն են լայնորեն հայտնի, միջամտելու դեպքերն են լայնորեն հայտնի։ Այդ միջամտելու հայտնի օրինակները կարող ենք բերել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը կարող ենք բերել,
Հայաստանի էլեկտրական ցանցերի օրինակը կարող ենք վերել, եւ ես ուզում եմ կրկին ընդգծել, կառավարությունը չի միջամտել միջև այն եզրը, միջև որտեղ, որից հետո արդեն միջամտելը պարզապես կլիներ անգործություն եւ անպատասխանատվություն։ Հետևաբար այս ամեն ինչով մենք պետք է արձանագրենք, որ տնտեսական այս ցուցանիշները լրացուցիչ կերպով տնտեսական դիտանկյունից հիմնավորում են Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական երկիր լինելը, բայց մենք պետք է արձանագրենք նաև, թե ինչ է սա նշանակում քաղաքական առումով, տնտեսական առումով եւ սոցիալական առումով։ Իմ արձանագրումն այն է, որ այս բոլոր գործընթացների հիմքում ընկած է այն, եւ միևնույն ժամանակ այս բոլոր գործընթացների արդյունքը այն է, որ մարդը օբյեկտից վերածվել սուբյեկտի։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մարդը քաղաքացին ոչ թե ինչ որ ուրիշի պետք է սպասի, որ այդ ինչ որ ուրիշը ինչ որ բան անի, իսկ ինքը պետք է նայի այդ ինչ որ բան անողի ձեռքին կամ սպասի նրա կմահաճույքին, այլ առաջին հերթին ինքը պետք է անի այն գործողությունը կամ գործողությունները, որոնք անհրաժեշտ են իր ազատությունը, բարեկեցությունը, անվտանգությունն ու երջանկությունը ապահովելու համար։ Այսինքն մի բան աներկբայորեն ակնհայտ է։ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ որոշում է մարդը, քաղաքացին։ Մեր այս դիրքորոշումը որոշակի քննադատության է ենթարկվում պարբերաբար։ Ինչու՞, որովհետև ասում են, որ այս կառավարությունը պատասխանատվությունը դնում է մարդու ուսերին, փորձելով իր վրայից, այսինքն կառավարության եւ իշխանության վրայից պատասխանատվությունը տեղափոխել մարդու եւ անհատի վրա, մարդու եւ անհատի ուսերին դնել։ Այս նախադասությունը ոչ միայն մեղադրանքն է ձևակերպում, բայց նաեւ տալիս է հարցի պատասխանը, որովհետև ասվում է կառավարությունը փորձում է պատասխանատվությունը իր ուսերից տեղափոխել դեպի մարդու շարքային քաղաքացու ուսեր, պայմանական ասած։ Այստեղ նրբությունն է, որ անհատի մարդու ամենամեծ անելիքը քաղաքական, հենց քաղաքական իշխանություն ձևավորելն է, հենց կառավարություն ձևավորելն է։ Այսինքն, այսպես թե այնպես կառավարության ձևավորման պատասխանատվությունը էլի մարդու վրա է։ Այսինքն երկրում խորհրդան ընտրում է քաղաքացին, ավագանի ընտրում է քաղաքացին, հետևաբար երբեմն ուղիղ, երբեմն անուղղակի, որովհետև մեր ընտրական համակարգը այդ հնարավորությունն էլ է տալիս, նույն համայնքում էլ, խորհրդարանական ընտրություններում էլ, եթե քաղաքական ուժը հավաքում է 50+1%, քաղաքական ուժի առաջին համարը եւ համայնքում եւ հանրապետական մասշտաբով համապատասխանաբար համարվում է ընտրված համայնքի ղեկավար կամ վարչապետ։ Այսինքն ուզում եմ ասել, որ այս խոսույթը, որ կառավարությունը, երբ որ մենք անհատի բացառիկ դերակատարումն ենք շեշտադրում եւ մեզ մեղադրում ենք, թե կառավարության պատասխանատվությունը դնում ենք մարդու ուսերին, այս բանը, այս խոսույթը որոշակի հակասություն է պարունակում, որովհետև հենց կառավարության եւ իշխանության մնացած բոլոր օղակներում որոշիչ դերը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այսինքն անհատ մարդուն եւ հետեւաբար հենց ի բնե պատասխանատվությունը մարդու վրա է։